Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունում կարիքավոր ընտանիքներ շատ կան ու տեսնում ենք, որ համացանցով հայտարարություններ են տալիս այս ընտանիքին կամ այն ընտանիքին, եթե կարող եք գումարով կամ սնունդով օգնեք ու նշում են տվյալ մարդու սոց էջը։ Մտնում եմ կոմենտները կարդում եմ, տենամ ով ումա վիրավոր է, որովհետև կապ չունի ինչ տեսանյութ է, մեկը կլինի մի քանի հոգի, որ վատ բաներ գրեն։ Կարդում եմ հետևյալ մեկնաբանությունը, թե բա ինտերնետի փող ունի, հացի փող չունի։ Ժողովուրդ ջան, եկեք մի հատ բան պատկերացնենք էլի, հեսա Աստվածաշնչով եմ անդրադառնալու այս թեմային, բայց եկեք պատկերացնենք, որ տվյալ մարդու ինտերնետի փաթեթը 2500 դրամանոց փաթեթ է կամ 3000 դրամանոց։ Եթե մտածենք, որ 3000 դրամով կարելի է մի ամիս ապրել, ելքի էինք աշխատում։ Չնայած ամսվա մեջ մի օր կամ 2 օր կաշխատեինք, չգիտեմ, մի 10000 դրամ կունենայինք ու առոք կապրեինք։ Իսկ հիմա Աստվածաշնչից եմ ընթերցելու տարբեր հատվածներ, որպեսզի մի քիչ վատ զգաք։ Առակաց գրքից կարդալու եմ տարբեր հատվածներ։ Աղքատին ողորմացողը փող է տալիս տիրոջը, եւ նա կհատուցի նրան հասանելիքը։ Բարիացակամ աչք ունեցողը օշնված կլինի, որովհետև իր հացից տալիս է աղքատին։ Աղքատին տվողը կարիքի մեջ չի լինի, բայց ով որ աչքերը փախցնի, բազմիցս կանիծվի։ Երեմիա 22-րդ գլուխ 16 խոսք։ Նա աղքատի եւ չքավորի դատն արեց եւ լավ էր։ Միթե սա չէ ինձ ճանաչելը, ասում է Տերը։ Մատթեոս 25 գլուխ 34-ից 40 խոսքերը։ Այդ ժամանակ թագավոր իր աջ կողմում կանգնածներին կասի. եկեք իմ հորից օշնվածներ, ժառանգեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը, որովհետև քաղցած էի եւ դուք ինձ ուտելիք տվեցիք, ծարավ էի եւ ինձ խմելու բան տվեցիք, օտար էի եւ ինձ ձեզ մոտ ընդունեցիք, մերկ էի եւ ինձ հագցրիք, հիվանդ էի եւ ինձ խնամեցիք, բանտում էի եւ ինձ այցելեցիք։ Այդ ժամանակ արդարները նրան կպատասխանեն ու կասեն. Տեր, երբ քեզ քաղցած տեսանք եւ կերակրեցինք, կամ ծարավ ու խմելու բան տվեցինք, երբ քեզ օտար տեսանք ու մեզ մոտ ընդունեցինք, կամ մերկ եւ հագցրինք, երբ քեզ հիվանդ տեսանք կամ բանտում ու քեզ այցելեցինք։ Եվ թագավորը կպատասխանի ու նրանց կասի. ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ինձ արեցիք։ Եվ վերջում մի բան կասեմ, եթե տվյալ մարդուն չեք օգնելու, ավելի լավ է լռեք։